Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում Արմոն իր կեղծ բարեկամությամբ ու դավադրություններով շարունակում է խաղալ 100 ճակատով։ Սաքոյի առաջ խորը հոգսերով լեցուն մի հավատացյալ համախոհ է, Վռամի առաջ համակրանքով լի ընկեր, բայց իրականում խաբեբա մի գործիչ, որը քանդում է ընտանիքները ներսից։ Նրան հիմա այլևս Նարենն էլ չի հետաքրքրում, նրա միակ զբաղմունքը Սոնային Վռամի կյանքից վերջնականապես հեռացնելն է։ Բայց սա անում է այնքան նուրբ ձևով, որ նույնիսկ Վռամին ներկայացնում է, թե իբր ուզում է նրան հաշտեցնել Սոնայի հետ, իսկ Սաքոյին համոզում է, թե Սոնան իրենց ընտանիքի թշնամին է։ Իր նենգ գործողություններով զբաղված, նա անգամ մոռացել է Նարեին հոգեպես ճնշելու իր սովորական օրակարգը։ Առավոտյան Արմոն կրկին հայտնվում է Սաքոյի տանը։ Այս անգամ նա առանձնանում է Վռամի հետ։ Շատ հանգիստ ու ինքնավստահ, իբր ազնիվ ընկերոջ պես, ասում է, որ եթե Վռամը չի կարողանում կապ հաստատել Սոնայի հետ, ինքը կարող է օգնել նրան, գտնել ու կապ հաստատել սիրելի աղջկա հետ։ Վռամը մի պահ շփոթվում է, բայց նրա հոգին լցվում է հույսով։ Մյուս կողմում Աբոն արդեն վերադարձել է Ռուսաստան կատարած ուղեմուրությունից։ Հայկն անմիջապես պատմում է եղբոր Միքոյի վերադարձի մասին, ինչպես նաև այն մասին, թե որքան անտարբեր, սառ ու նույնիսկ թշնամաբար էր Միքոն իրեն վերաբերվում։ Աբոն խոստանում է ամեն ինչ անել, որ բացատրի Միքոյին, թե ով է իր իսկական եղբայրը, ու որ Հայկը միայն լավն է ուզում նրա համար։ Հայրական սրտով նա գիտի, այս հարաբերությունը պետք է վերականգնել։ Բայց մինչ Աբոն փորձում է եղբայրներին մերձեցնել, Արմոն լրիվ այլ պլաններ ունի։ Նա, իմանալով Միքոյի գալստյան մասին, որոշում է նախ ինքը գտնել նրան ու տրամադրել Հայկի դեմ։ Նրա նպատակը պարզ է դարձյալ խառնել մեկ ուրիշ ընտանիք։ Բայց ամեն ինչ ըստ պլանի չի գնում։ Այս անգամ հենց Միքոն է գտնում Արմոյին։ Ու շատ ուղիղ, առանց շրջանցելու ասում է, եթե բան ունի ասելու, թող բաց ու ուղիղ ասի։ Արմոն էլ պատասխանում է նույն կերպ, ասում է, որ Հայկը սիրահարված է Նարեին, ու նույնիսկ չի հաշվի առնում, որ Նարեն այն ընտանիքից է, ում մեղադրում են իրենց ընտանիքը դժբախտացնելու մեջ։ Արմոյի պլանները զարգացում են սահուն։ Նա վերադառնում է Վռամի մոտ, լցված սրտացավ կերպարով։ Ասում է, որ կարող է Սոնայի հեռախոսահամարը տալ Վռամին, որպեսզի նա կարողանա զանգել ու խոսել իր սիրելիի հետ։ Վռամի դեմքին հանկարծ մի բեկում է հայտնվում, ուրախության նշույլ։ Նա չի պատկերացնում, որ հենց այս զանգը կարող է լինել հերթական ծուղակը, որ պատրաստել է Արմոն։ Հարգելի հետևորդներ, արդյոք Միքոն ու Արմոն կընկերանան։ Գրեք մեկնաբանություն։ Մար, լսի, շուտ 3 հատ հարց եմ տալի, պետք է շուտ պատասխանես։ Հա, ասա։ Քո սիրած գույնը, Սև։ քո սիրած օրվա ժամը, Օրվա ժամը Հա։ 12։ այսինքն 12-ը որ մեկը։ Օրվա ժամ։ Այդ հիշեցի։ Շեվա։ Իսկ քո սիրած ուտեստը, Սպապաս։ Վայ, մոմոյ սարիչն եմ սիրում, սպաս։ սպարշ։ Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար է սկսել գալ մարզասրահ։ Մի օր ուղղակի ինձ պետք է չափել իմ ոտկատեղը, ես չափեցի և հիմա լավ ինքի բար, սարսափելի կիպ, 81 սանտիմետր, 81 սանտիմետր է իմ բոյի ու իմ կազմվածքի համար շատ է, դունակացեք ինչ եմ ես գալիս մարզասրահ, հենց դրա համար, որ այս 81-ը գոնե դարձնել 70, մինիմալ իմ նպատակը, այնպես որ առաջ։ Ես ուզում եմ շնորհակալություն հաղարի հայտնենք թերթը Եմին Արմենիա TV-ին լուսաբանելու համար, մեր նոր նախագծին անդրադառնալու համար և մեր ամուսնական զույգի երկու աստիճանաբանդակը մեզ հետ քաշ տալու համար։ Ահմախ բան ստացվեց, բայց